Տիր մեդիան ներկայացնում է։ Կար մի ժամանակ, երբ մենք սպասում էինք փրկության։ Մենք հավատում էինք, որ մի օր կհայտնվեն մարդիկ, որոնք կասան ճշմարտությունը բարձրաձայն, եւ իրենց վրա կվերցնեն ամենածանր ընտրությունը։ Եվ նրանք հայտնվեցին, ոչ թե կարգախոսներով, ոչ թե ժպիտներով, այլ ցավով իրենց երկրի համար։ Այդ ժամանակ մենք ելանք փողոց, ցանկացանք փոփոխություններ, սակայն հետ քաշվեցինք, վախեցանք։ Հետո մենք չէինք ուզում նրանց լսել։ Նրանք խոսում էին չափազանց կոշտ, չափազանց ուղիղ։ Նրանք խանգարում էին մեր հանգստությանը։ Մենք նրանց անվանում էինք ծայրահեղական, անհարմար, վտանգավոր էինք համարում։ Հետո մենք սկսեցինք նրանց փոխել մեր աչքերում, նրանց պոզ ու պոչ կպցնել։ Մենք հավատում էինք, որ նրանք ծայրահեղական են, քանի որ ինչ-որ մեկը արհեստական կերպով կարողացավ զավթել իշխանությունը հենց նրանց բարձրացրած ալիքի վրա։ Մենք արեցինք դա, որպեսզի նրանց մեջ մեզ չտեսնենք եւ էլ չսիրենք։ Այդպես ավելի հեշտ է, մարդուն գազան ներկայացնելով անտեսել նրան։ Հետո մենք որոշեցինք, որ նրանք պետք է անհետանան։ Նրանց հեռացրինք փողոցներից, խոսակցություններից, ապագայից։ Այնուհետև նրանցից շատերին բանտ նետեցինք։ Մենք դա անվանեցինք պետության պաշտպանություն։ Մենք դա անվանեցինք օրենք, եւ որպեսզի այլևս ոչ ոք հարցեր չտա, մենք նրանց պիտակեցինք ամենասարսափելի անունով։ Այնպիսի անուն, որից հետո ոչ ոք չի ցանկանա պաշտպանել նրանց եւ նրանց կողմից լինել պաշտպանված։ Եվ մենք հանգիստ շունչ քաշեցինք։ Նրանք այլևս չէին խանգարում։ Իսկ հետո եկավ վճարելու ժամանակը։ Մենք սկսեցինք կորցնել այն, ինչ հավերժ էինք համարում։ Հողեր, հայրենիքի մի մաս, մարդկանց եւ այլ պետությունների վստահությունը։ Եվ այդ դժվար ժամանակ մենք հանկարծ հիշեցինք նրանց մասին, ում ինքներս էինք ջնջել։ Եվ միայն ապագայում, շատ տարիներ անց, մենք հասկացանք, որ մենք ոչ թե թշնամիներ էինք ոչնչացնում, այլ ոչնչացնում էինք մեր իսկ լավագույններին։ Բաժանորդագրվեք Տիր մեդիայի ալիքին։